44-օրյա պատերազմի հերոսներից Հայկազ Մկրտչյանի դիմապատկերը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին հարող գետնանցման պատին էր։ Այն այլևս չկա։ Չկա նաև Ռոբերտ Տաբաջյանի հարակից գետնանցման պատին զետեղված նկարը։ Արցախյան երկրորդ պատերազմի եւ քարորիայի հերոսների նկարների անհետացումը նախորդ օրերին ֆիքսել են մարդիկ ու աղմուկ բարձրացրել։ Սովորաբար, որ այդ մասով անցնում էի, միշտ արդեն դեկային տարի 21 թվից նկարը կա, բնազդաբար այդ շրջում էի, նայում էի, ոնց որ բարև էի։ Այս անգամ էլ արագ անցնելիս էլի բնազդաբար շրջվեցի ու տեսա, որ պատը դատարկ էր։ Քաղաքապետարանից զինվորների պատկերների անհետացումը պայմանավորում են գետնանցումներում իրականացվող բարեկարգման աշխատանքներով։ Վկայաբերելով պատճառաբանությունը, սակայն մարդկանց մեղմ ասած կասկածելի է թվում։ Ինչ բարեկարգում, այն դիմացի պատի հենց դեմ դիմացի պատի նկարները սարսափելի գրառումներով, անգրագետ, անճոռնի նկարներով, չգիտեմ, այդ ամեն ինչը կա, Հայկի նկարը չկա։ Մի քիչ վերև ինչ որ տելեգրամյան բաների համարներ էր, չգիտեմ ինչ էր գրած, ամբողջ այդ գետնանցումով նման գրառումներ կան։ Ոչ մի բան իրանք չեն տեսնում, մենակ այդ նկարներ խանգարում։ Նախորդ ամիսներին 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված տղաների ծնողները բարձրաձայնեցին նաև այն մասին, որ տարբեր դպրոցներից սկսել են հեռացնել հերոսներին նվիրված անկյունները։ Այլ կերպ, տպավորություն է ստեղծվում, որ սա մեկ ընդհանուր քաղաքականության արդյունք է, եւ որ Արցախյան պատերազմի հերոսների մասին հիշողությունը աստիճանաբար վերացնելու խնդիր է դրված։ Այդ փառքի անկյունները մեզ պետք չի, առավել եւս մեր տղաներին դա պետք չի։ Դա ազգային ինքնության կարևոր բաղադրիչն է։ Հենց դրա համար է անհրաժեշտ, ոչ թե նրա համար, որ այդ տղաների նկարները կան դպրոցում, ծնողներն են իրենց լավ են զգում կամ տղաներն են վերևից տեսնում, ասում են դե լավ, ոչինչ։ Ալիսան, ում որդին զոհվել է Արցախի պաշտպանական մարտերում, խոսում է խիզախության եւ անձնազոհության մասին։ Նոր սերնդին հերոսների մասին հիշողությունները փոխանցվում են դպրոցների պատերին զետեղված նկարների, հերոսների պատվին բացված անկյունների միջոցով։ Հիմա սակայն ակտիվորեն առաջ է մղվում այն միտքը, որ պատված պատերազմում հերոսներ ուղակի չեն լինում։ Հերոսների սխրանքը, զինվորների սխրանքը պատերազմի ելքով չի որոշվում, այլ այն տղաների գոյությամբ, որոնք մինչև վերջ իրենց դիրքերը չեն լքել։ Այն տղաների գոյությամբ, որոնք իրենց մարմնով իրենց ընկերներին են պաշտպանել, որոնք կյանքը վտանգելով մտել են կրակի տակից իրենց վիրավոր ընկերներին են հանել։ Իրականում գնալով գերակայող է դառնում այն կարծիքը, որ սա ոչ թե հենց բուն պատերազմի մասնակիցների, այլ նրանց միջոցով Արցախի հիշողության դեմ տարվող պայքար է։ Ու դա վերաբերում է նաև թե Արցախի սիմվոլներին, թե նաև դրոշին։ Երբ որ 10 տարեկան երեխան դպրոցում նկարել է Արցախի պապիկ տատիկի հուշարձանը, ցուցահանդեսից տնօրենը եկել եւ պատից հանել է։ Այսինքն հիմա սրա նպատակը ո՞րն է։ Հերոսների ընդհանրապես հերոսացած մարդկանց, ովքեր շատ կարևոր անձնուրաց բաներ են արել, նրանց վերացումը կարող է լինել եւ պետական քաղաքականություն եւ պատեհապաշտություն այս պահին։ Պետական փոփոխված քաղաքականության արտացոլումը ֆիքսվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Ապրիլյան քարորիային հաջորդած ամիսներին սկսեցին շրջանառվել զոհված բոլոր մարտիկների նկարները եւ ֆիքսվեցին նաեւ հերոսների սխրանքները։ 44-օրյա պատերազմից հետո շատ երկար ժամանակ չգիտես ինչու չէին հրապարակում զոհվածների անունները եւ չէր հրապարակվում նաեւ նրանց ընդհանուր թիվը։ 44-օրյայի հերոսների մասին էլ խոսք չկա։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ օրերին մերոնք չեն առանձնացել եւ ոչ մի սխրանքով։ Եթե լսենք մեր վարչապետի խոսքը, որ դուք ինչու չէիք զոհվել, դուք ինչի չմահացաք, դուք ինչի հետ եկաք եւ այլն, որքան էլ հետո շատ խելացի եւ օբյեկտիվորեն փորձի բացատրել, թե փորձվի, մենակ ինքը չէր փորձողը, շատ շատերը նաեւ իր միջավայրից, որ դա ասվել է Արցախի ինչ-որ ղեկավարության, էլիտայի եւ այլնի վերաբերյալ, ի վերջո սա վերաբերմունք է։ Եթե հիմա հարցումներ անցկացվեն, գուցե մարդիկ հիշեն պատերազմին մասնակցած իրենց հարազատ ընկեր բարեկամների կամ ծանոթների անունները, բայց 44-օրյա պատերազմի հերոսների անունները պետական մակարդակով որևէ կերպ այդպես էլ չտիրաժավորվեց։ Դեռ հակառակը, հազարավոր մարդկանց ամենաբարձր ամբիոններից մեղադրեցին դասալքության մեջ, առանց որևէ ապացույցի եւ հիմնավորման։ Հիմա էլ հանրությանը հայտնի դարձած հերոսներին վերաբերող հիշողություններն են կարծես վերացվում։ Իրանց պետք է որ դա չլինի, որ չտեսնեն, չհետաքրքրվեն, չուզենան իմանան, չուզենան նմանվեն, չտեսնեն ինչեր են արել, օրինակ չվերցնեն։ Նույն շղթայի տարբեր օղակներն են։ Դպրոցի փառքի հանել փառքի անկյունները, զոհվածների ծնողների հետ այդ վայրենի վարվելը։ Իրանք քայլում են այս քաղաքում եւ այդ տղաների հայացքներն իրանց համար հոգեբանական լուրջ բարդությունների
աղբյուր է։ Իսկ իրականում 44 օրյա ընթացքում եղել են բազմաթիվ հերոսական դրվագներ, որոնք արժանի են հրապարակման ու տարածման։ Էդուարդ Համբարձումյանը, ով 44 օրյային դասակի հրամանատար էր, նախորդ տարի մեծ աշխատանք էր կատարել պատերազմի սկզբից մինչև ճեղքումը ջրականի հատվածում մեր ստորաբաժանումների կատարած աշխատանքը արբանյակային լուսանկարների միջոցով ֆիքսելու, հետազոտելու եւ հանրությանը ներկայացնելու համար։ Այս ուղղությամբ մերոնք մեկ շաբաթ պահել են առաջնագիծը։ Չնայած որոշ դիրքերում անձնակազմի 70%-ը զոհվել էր։ Մեր մարտիկներն այդ հատվածում խոցել էին թշնամու 80-ից ավելի մարտական մեքենա, ինչը հաստատված է արբանյակային լուսանկարներով։ Նախորդ ամիսներին էլ Էդուարդը նույն հետազոտությունն արել է Հադրութի ուղղությամբ։ Ճեղքվել է բնագիծը մոտ 3.5 կիլոմետր, 3.7 կիլոմետր խորությամբ, սակայն հակառակորդը կանգնել է եւ մինչեւ հոկտեմբերի 22-ը այդ բնագիծը պահվել է։ Ամսի 3-ի դրությամբ 50-ից ավել տեխնիկա է խոցված։ Տանկեր, զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ։ Այս ուղղությամբ աշխատել է հակատանկային մատկոց։ Մի քանի երիտասարդներ, որոնք շաբաթների ընթացքում ֆանտաստիկ աշխատանք են կատարել թշնամու ուժերին ճնշելու ուղղությամբ։ Կոլոսալ մեծ խնդիր են կատարել, փոքր անձնակազմով, այնտեղ այս անունները հայտնի են, բոլորին հասանելի են։ Երկու Դավիթ Գրիգորյան հակատանկային մարտկոցից, երրորդը Յուրա Հայկարամի Ալավերդյանը կրկին խոցել է տասնյակ տեխնիկա։ Այսինքն այս 3 տղաների խոցումների համագումարը 50-ից ավել տեխնիկա է տալիս։ Խնդիրն այն է, որ եթե պատերազմի դաշտը թեկուզ արբանյակային լուսանկարների միջոցով օր-օր հետազոտության ենթարկվի, պատերազմի ընթացքի մասին պատկերացումները կարող են փլուզվել։ Երկուսը զոհվել են։ Մեկը հետմահու է պարգևատրվել մարտական խաչ առասպնյաստիճանով, մեկը հաջորդ օրը երկուսն էլ հաջորդ օրը Արցախի նախագահի կողմից հոկտեմբերի 4-ին Արցախի հերոսի կոչում են ստացել եւ ոսկե արծիվ շքանշան։ Մեծ հաշվով այս ամենը տեղավորվում է ներկայի քաղաքական process-ների ծիրում, այսինքն Արցախի էջի փակումը ենթադրում է Արցախյան պատերազմների էջերի փակում, ինչն էլ ենթադրում է, որ հերոսների մասին հիշողությունները պետք է ստվերվեն, բայց հերոսների բացակայությունը ունենալու է այլ բացասական հետևանք եւս՝ օրինակների վերացումը հասարակության համար։ Եթե ասում ենք ժողովուրդ, մենք որոշել ենք լաց չլինել, ել չողբալ եւ փորձում ենք նայել առաջ ու այսպես ինչ որ տրաֆարետային ինչ որ խոսքեր, վատ բան չի եւ պետք է հասկանալ դե այդ առաջ նայելը ինչ է նշանակում։ Առաջ նայելը եթե ընդամենը վարկերը արագ փակելու, ստամոքսը արագ լցնելու ամենակարճ ճանապարհներն են եւ հաճելի կյանք ապրելը կասկադի ենթադրենք օրինակ սրճարաններում, սա եւս մոտեցում է։ Այլ բան մենք դա ուզում ենք թե չէ, մենք նկատի ունենք քաղաքացիների առնվազն ինչ որ խումբ։ Ինչպիսին հերոսներն ու հեղինակություններն են, այնպիսին էլ հասարակության շրջանում գերակայող օրակարգերն են ու գաղափարները։ Կա այսպիսի կարծիք, եւ զարմանալի չէ, որ հիմա մեր հասարակության շրջանում գնալով ավելի են գերակայում ստամոքսի ու մասողական մյուս օրգանների պահանջների բավարարման հարցերը։ Արմեն Աթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրան Գյուն։